Հարվանա հեռուստատեսության եթերում կրկին փայլող աստղեր հեռուստանախագիծն է։ Այսօրվա մեր հյուրը Ալբերտ Ադամյանն է, Նինոթմինդայի շրջանի Մամզարագյուղից։ Ալբերտ Ադամյան ծնվել է Նինոթմինդայի շրջանի Մամզարագյուղում։ Մամզարայի հանրային դպրոցն ավարտելուց հետո 2021 թվականին զորակոչվել է Վրաստանի զինված ուժեր։ Այնուհետև 3 տարի ծառայել է Երկաթգծի անվտանգությունում։ 1 տարի որպես պահակ, այնուհետև 2 տարի պահակապետ։ Սիրելով հայ մեծ գրողներ Հովհաննես Շիրազի ու Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունները, երիտասարդի մոտ արթնացել է ստեղծագործական շնորհքը, եւ նա գրում է բանաստեղծություններ նվիրված հայրենիքին։ Կռունգները երամ, ջավախ կերթան շարվե շարան, ես էլ կուզեմ երթամ ջավախ, իմ բաբերի հողին փափակ։ Կուզեմ տեսնել մեր Աբուլին, հստակ ծփող Հարվանային, ջավախ դու մեր բնորան, մեր տուն ոտևան։ Շատ մարդիկ ես աշխարհ բերել, վահան է իրան ազգին տվել, հավասին է կովքդ երկել, թշնամին է եկել անցել։ Բայց դու անկոտրուն ես ինչպես Աբուլ, գիրդդ կգամ հենց ես կարուն, ուդեմ խմեմ լավ կեփ անեմ, ողջ ջավախքիս պարկ կմարեմ, ջիվանիս էլ հերվեն կսեցո հելը խելքի աշե։ Իմ պատկամը որպես կտակ, պիտի տանեք միջև դրախտ, ով ջավախքս ուրանա, զույգ կաշկովը կուրանա։ Բարի ողջույն Ալբերտ, նախ ներկայացեք ով եք, որտեղից եք եւ ինչով եք զբաղվում։ Բարև ձեզ, ես Ալբերտ Ստեփանի Ադամյանն եմ, ծնված 2002 թվականին Նինոթմինդայի շրջանի Մամզարագյուղում, աշխատավորի ընտանիքում։ 2009 թվականին հաջախել եմ Մամզարայի միջնակարգ դպրոց։ 2021 թվականին ավարտելով դպրոցը զորակոչվել եմ Վրաստանի բանակ։ Այնտեղ ծառայել եմ 1 տարի, 2 ամիս մարտական պատրաստություն ախալքալագում անցնելուց հետո տեղափոխվել եմ քաղաք Քութայիսի, որտեղ 10 ամիս շարունակել եմ իմ ծառայությունը։ Այնուհետև որպես պայմանագրային ծառայել եմ Ալգեթի գաղտնի զորամասերից մեկում, որը չեմ կարող նշել։ Բանակը վերադառնալուց հետո թե հայրենիքի սերն էր, թե ծնողների հանդեպ պատասխանատվությունը վերադառնում եմ գյուղ եւ ընդունվում եմ գյուղին հարևանությամբ գտնվող Երկաթգծում որպես պահակ։ 1 տարի այնտեղ ծառայելուց հետո նշանակվում եմ պահագետ, որտեղ 2 տարի աշխատում եմ պահակապետ։ Բանաստեղծություն գրելը դա ձեր մոտ ժառանգական է, թե ասենք ինչ որ ներշնչում կար կամ ձեր հայրենիքի նկատմամբ կամ ծնողների եւ այլն։ Դե գիտեք ինչ կա, ժառանգական չեմ կարող ասել, բայց ոնց որ ես իմ մեջ այդ փոքր տարիքից զգում էի եւ ուշադրություն չէի դարձնում, ասես ասեմ։ Եվ մի օր նստեցի, թուղթը գրիչը վերցրի, գրեցի ու տեսա, որ իմ մոտ ստացվում է հայրենիքին նվիրված, տատիկ բաբիկներին նվիրված, մեր գյուղին նվիրված եւ այլն, մեր ջավախքին։ Իմ տատիկը շատ լավ կին է, ինձ համար նա անգին է։ Մեզ համար շատ է տանջվել մնացել անքուն, միջև զավակներս վերադառնանք տուն։ Մանկության օրերից երազն է եղել, իր բարի խոսքով մեզ մեծացրել։ Շատ անգամ եմ հիվանդացել, կողքից նստել, հետս լացել։ Քո գլխավորության ողջ տատերին ցանկանում եմ լավն ու բարին։ Արժանի զավակներ ունենան, ծերության օրերին մենակ չմնան։ Թող ամեն զավակ ու թոր իր տատին պահի, պահպանի, իր ձեռքով տանի, մայր հողին հանձնի։ Միգուցե կարդացել եք ինչ որ բանաստեղծների, հայ բանաստեղծների։ Հայ բանաստեղծների ումից եք օրինակը վերցրել հիմնական։ Օրինակ ես շատ կարդացել եմ Թումանյան, Շիրազ, բայց ինձ համար ամենահոգեհարազատը եղել է Շիրազը։ Իմ զինվոր բալա, սև աշխարհիս մեջ կարմիր լալա։ Երբ ձայնդ լսի նոր կյանք ես առա, մեծացրել եմ քեզ մի կտոր սև հացով, նամուս թասիպով ու պաշտակատով։ Շատ անգամ ես հիվանդացել, գիշերներ ես չեմ քնել, եւ դու հանկարծ հիվանդացել։ Հազար սիրտ է ցավ է սիրտս խոցել, երբ մատդ հանկարծ փուշ է մտել, բայց այսօր ունեմ, ինչ որ ունեմ, ծովին տված մի կաթ ջուր ունեմ, այն կաթիլն է, որ նավեր խորթագում, Հայաստան աշխարհից անունը բարձր պահում։ Եվ օգտվելով առիթից կուզեմ նշեմ, որ մենք Գավրինք Վրաստանի հողի մեջ մեր վրաց եղբայրներում համարամ է բանաստեղծություն ունի մեր Վրաստանին համար։ Դու իմ Վրաստան, իմ հայրենիք, իմ սրտի մասնիկ, տունն ընտանիք։ Քո գրկում ծնվեցի ու մեծացա ու քո զինվորը ես դարձա։ Երթուն տվեցի պաշտպանեմ քեզ, թե հարկ լինի կյանքս կտամ քեզ։
Ուներ ժողովուրդ հայ ու վրացի, ովքեր եղբոր պես նստում են հացի։ Մի կտոր հացը հալալ են անում, մի գավաթ գինին իրար հետ ըմբում։ Դարերից եկել, դարեր ես գնում, քեզանով ես ես միշտ պարզնում։ Հարվանայի ալիքները ձգվում են տարբեր հորիզոններ, ձգվում են բացահայտելու մեր նորանոր տաղամներին։ Նրանք մեր կողքին են, մեր շարքերում։ Հիշեցնենք, որ մեր այսօրվա հյուրը Ալբերտ Ադամյանն էր, Մամզարա գյուղից։ Ցտեսություն։